Հրապարակը գրում է, հոկտեմբերի 28-ից 30-ը Հայաստանում անցկացված Արևելյան գործընկերության Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի շրջաղմուկը չի դադարում։ Հայաստանի իշխանությունները մի սկանդալից չպրծած մյուսի մեջ են ընկել։ Խորհրդաժողովի ընթացքում եվրոպացի падգամավորի Հայաստանի իշխանության ուղղված ոչ ժողովրդավար գործողությունների համար կոշտ քննադատությունը դեռ չմարսած, իշխանականները ստիպված են հանդուրժել նաև հարևան Վրաստանից հնչող կոշտ քննադատությունները, որոնք ցավոք հնարավոր է, որ սոսկ քննադատությամբ չավարտվեն։ Եվ վերջին ժամանակներում առանց այն էլ սրված հայ-վրացական հարաբերություններն ավելի վատ հունով գնան։ Թբիլիսիի դժգոհությունը հիշեցնենք հարուցել է Երևանում Եվրանեստի ընդունած բանաձևը, որին կողմ են քվեարկել նաև ԵԽԽՎ հայ պատվիրակները, իշխանության ներկայացուցիչները։ Վրաստանի խորհրդարանի փոխոսնակ Նինո Ցիլոսանին մեղադրել է հայ падգամավորներին, հայտարարելով, որ նրանք փաստացի դեմ են գնացել պաշտոնական Երևանի դիրքորոշման։ Հրապարակ օրաթերթը գրում է, ինչպես գրել էինք, իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նախընտրական պոպուլիստական նախագիծը, զինվորական ծառայությունը 2-ից 1.5 տարի դարձնելու վերաբերյալ։ Նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան եւ քննարկվելու է եկող քառօրյա նիստերի ընթացքում։ Սակայն իշխանությունը սրանով չի սահմանափակվելու։ Իշխանականներն առաջիկա ամիսներին մտադիր են հանդես գալ նմանատիպ այլ ամբողջահաճո նախաձեռնություններով։ Թերթը տեղեկացել է, որ քննարկում են նաև պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրև աշխատանքային ստաժ հաշվարկելու հարցը եւ նախագծի տեսքով դա նույնպես կներկայացվի խորհրդարանի ընդունմանը։ Ժողովուրդը գրում է, իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերջին նիստում որոշվել է։ Առաջիկա ընտրություններին կուսակցության ցուցակում ընդգրկվելը կարժենա 500,000-ից 1,500,000 դրամ։ Ըստ որոշման կուսակցականները ցուցակում ընդգրկվելու համար պետք է վճարեն 500,000 դրամ, իսկ ոչ կուսակցականները 1.5 միլիոն դրամ։ Այս նոր տնտեսական մոդելը, ինչպես կոչում են կուսակցության ներսում, բուռն դժգոհություն է առաջացրել հենց ԿՊԱ-ականների շրջանում։ ԿՊ վարչության անդամ Մարուսյակ Մանավազյանը թերթի հետ զրույցում նշել է, որ ցուցակում ներառելու համար կուսակցությունը կսահմանի առաջադրված անդամների հստակ քանակ, օրինակ 300 հոգի, ովքեր պետք է վճարեն նախատեսված 500,000 կամ 1.5 միլիոն դրամը, եւ ընտրություններից հետո հավաքված արդյունքների հիման վրա կձևավորվի նրանց հերթականությունը։ Մանավազյանը հավելել է, որ հարցը դեռ քննարկման փուլում է։ Կուսակցությունում կկայացվի քվեարկություն, ով ավելի բարձր ռեյտինգ կունենա, նա էլ կզբաղեցնի առաջատար դիրքերը ցուցակում, պարզաբանել է Մանավազյանը։ Ինչ վերաբերում է վճարի գաղափարի հեղինակին, падգամավորը չի ցանկացել անուն նշել, փոխանցելով, որ այն կոլեգիալ որոշում է։ Ժողովրդի բացառիկ տեղեկություններով Վալոդիա Գրիգորյանի սպանության քրեական գործի շրջանակում քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է հրավիրել Մերձավանի նախկին գյուղապետ ԿՊԱ-ական Մհեր Ախտոյանի եղբորը, Փարաքարի ավագանու ԿՊԱ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։ Թերթը փորձել է տեղեկությունը պարզել Դավիթ Ախտոյանից, ինչին ի պատասխան վերջինս հաստատել է, որ կրկին հրավիրվել է ու հարցաքննվել։ Նա նշել է, որ նախաքննություն է ընթանում, քննությունը ամեն ինչ կպարզի եւ այլ բան չի կարող հայտնել։ Հրապարակը գրում է, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա հավատավոր մի քանի յուրայինների, պարզվում է ԿՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից։ Եվ հենց սա է պատճառը, որ ինչքան էլ Փաշինյանի պարտադրանքը եւ նրան հաջողանալու ցանկությունը մեծ են, չեն մասնակցում կարգալույց քահանայի մատուցած ֆեյք պատարակներին։ ԿՊԱ-ական падգամավորներից մեկը թերթի հետ զրույցում անկեղծացել է, որ ինչքան ուզում են իրենց սպառնան, պարտադրեն, խնդիրը ոչ թե այն է, որ չեն կիսում Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը, այլ իրականում վախենում են Աստծո անեծքից։